Իսկ օրեր առաջ բյուջեի կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մարդիկ Հայաստանում շուրջ 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018 թվականին։ Թեման մեկնաբանել է Ռաֆայել Մնացականյանը։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ, գիտեմ հիմա շատերը ակնկալում են, որ ես իշխանության եւ հոգեվոր դասերթական առճակատման մասին պետք է զրուցեմ, բայց բազմիցս խոսել ենք այդ թեմայի շուրջ եւ վստահ եմ մոտ ապագայում դեռ հնարավորություն կունենանք, ուստի բոլորովին այլ թեմայի եմ հիմա անդրադառնալու եւ ցանկանում եմ ողջունել առնվազն 50%-ով ավելի լավ ապրող մեր հայրենակիցներին։ Ու ոչ սա հեգնանք չէ, այլ ես բառացիորեն մեջբերում եմ վարչապետ Փաշինյանին։ Հիշում եք, վերջերս հայտարարությամբ էր հանդես եկել, մարդիկ Հայաստանում հիմա 50%-ով ավելի լավ են ապրում, քան 2018 թվականին։ Փաշինյանը օրերս այս կարծիքն էր հայտնել ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս։ Իհարկե 50%, 2018, Փաշինյան, ահա այս բարակազբության մեջ 50%-ի բովանդակությունը բոլորովին ուրիշ տեղ է տանում եւ այլ հիշողությունները արտնացնում, բայց քանզի դա այդպես էլ մնաց օդում կախված, ուստի ես առանձնապես չեմ մեկնաբանի այս 50%-ները եւ այլ 50%-ի մասին խոսեմ։ Եվ այսպես ըստ Փաշինյանի մենք 50%-ով ավելի լավ ենք ապրում։ Իհարկե հարցումները եւ միջազգային արդյունքները բոլորովին այլ թվեր են ներկայացնում, բայց դա արդեն ուրիշ պատմություն է։ Այսպիսով, մինչ միջին աշխատավարձի զեկույցը թղթի վրա աճում է եւ ուրախացնում է վիճակագրությանը, սննդամթերքի գները հիշեցնում են իրապես դառը իրականությունը։ Այսպիսով, 2024 թվականի ապրիլին արձանագրվել է սննդի ավելի քան 5% թանկացում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Գնաճի ցուցանիշները չեն վրիպել նաև միջազգային կառույցների աչքից, այդ թվում համաշխարհային բանկի ուշադրությունից։ Թանկացումների առաջամարտիկը, որքան էլ զարմանալի է, կարտոֆիլն է։ Խանութներում 1 կիլոգրամի գինը հասնում է երբեմն էլ անցնում է 400 դրամը, ինչը իրոք բարձր ցուցանիշ է։ Միայն մեկ տարվա ընթացքում մոտ 50% թանկացել է։ Ձուկը թանկացել է մոտ 22%-ով, սուրճը 17%-ով, շոկոլադը 14%, ձեթն ու կարագը ավելի քան 10%-ով։ Հիմա ընկերներ, դուք ասեք, 50%-ով ավելի լավ եք ապրում, թե ոչ։ Սա իդեպ պաշտոնական թվերն են։ Բայց Փաշինյանի կառավարությունը 2021 թվականի նախընտրական ծրագրում դեռ խոստացել էր աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, 26.4%-ից հասցնել 13.2%-ի։ 4 տարի անց արդյունքը ընդամենը 23.7% է։ Աղքատությունը կիսելու փոխարեն այն նվազել է ընդամենը 2.7%-ով։ Մենք պետք է ընդլայնենք լավ ապրելու մասին մեր պատկերացումների շրջանակը եւ ճշգրտենք այդ շրջանակը, ինչ է նշանակում ավելի լավ ապրել։ Իհարկե, անհատական մակարդակով յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր անհատ ինքն է որոշում, ինչ է նշանակում լավ ապրել։ Իդեպ այս հատվածը, որ ընթերցեցի, սա Փաշինյանի մտքերից ընդամենը մի հատված էր, ու ինչ խոսք, այս մտորումներին կարելի է մոտենալ եւ փիլիսոփայորեն, երկար խորհել, իրապես լավ ապրելու հասկացողությունը խիստ հարաբերական է դրա շուրջ, մտորել են այնպիսի մեծություններ, ինչպիսիք են, ասենք, Էմանուել Կանտը, Շոպենհաուերը, Օտո ֆոն Բիսմարկը եւ անգամ Մարքսը ձեզ քաչ հայտնի։ Բայց երբ այս հարցին փիլիսոփայորեն ենք մոտենում, դա ուրիշ բան է, երբ որ երկրի ղեկավարն է այս հարցին փիլիսոփայորեն մոտենում, դա արդեն բոլորովին այլ բան է։ Այսպիսով, քանզի ես երկար տարիներ ապրել եմ ու հիմա էլ ապրում եմ Միացյալ Նահանգներում եւ Միացյալ Նահանգներից եմ այս տեսանյութը պատրաստում ձեզ համար, ինձ մոտ ձևավորվել է լավ ապրելու, այսպես ասենք, ամերիկյան մոդելը, որը որպես լավ երազանք ես իրապես ցանկանում եմ Հայաստանում իրականացված տեսնել։ Լավ ապրել, ասալ է թե մանկուց լինել պաշտպանված, երբ ծնողներդ բարդ ու արդար աշխատավարձով կարողանում են քիչ թե շատ բարեկեցիկ ու իրապես արժանապատիվ կյանք ստեղծել քեզ համար, երբ դու էլ մեծ կյանք ես մտնում, զգում ես պետության պաշտպանությունը, հոգացությունը եւ ոչ միայն։ Որպես քաղաքացի կարողանում ես կրթության համար միջոցներ ստանալ, լավ սովորելուն պես իրապես երաշխավորված ապագա եւ բարեկեցություն կերտել, որ տուն գնես կառուցապատողդ փողերը չի վերցնում եւ փախնում անհայտ ուղությամբ, դու էլ չես մնում ժանգոտած բանալիները ձեռքիդ, առանց տանիքի։ Լավ ապրել ասել է թե որ բանկում փող ես պահում, բանկը հանկարծակի իրան սնանկ չի ճանաչում եւ չի գողանում քո փողերը,
որ բիզնես ես դնում, հեղինակությունները չեն գալիս եւ այսպես ասած փայ չեն մտնում կամ ընդհանրապես ձեռքից չեն խլում քո հիմնած բիզնեսը։ Լավ ապրելը, բարեկամներ, այն է, որ ունես հնարավորություն երազանքներդ իրականացնելու, որ ազատ ես մտքերդ արտահայտելու, զգալու, ասածդ բարձրաձայնելու մեջ։ Լավ ապրելը այն է, երբ ապրում ես քո երազանքների համար, այլ ոչ թե հարևաններիդ գոհացնելու։ Լավ ապրելը այն է, որ ֆիզիկայի ինստիտուտում աշխատող անվանի գիտնականը, գիտաշխատողը ստիպված չի լինում տաքսի վարել, որպեսզի պահի իր ընտանիքը։ Տասնամյակների մանկավարժը գլուխը չի կախում լկտի աշակերտի լաչառ ծնողի առաջ։ Լավ ապրելը արժանապատիվ ծերությունն է ու անհոգ մայրամուտը, որ մեր ոչ մի սերունդ, նորից եմ ասում, ոչ մի սերունդ այդպես էլ չի տեսել։ Լավ ապրելը 80 տարեկանում շրջագայության մեկնելն է, ողջ կյանքում աշխատած մարդուն արժանապատիվ թոշակ տալն է, հասանելի բժշկությունն ու պաշտպանվածության զգացմունքը։ Լավ ապրելը մանկապարտեզից ու մսուրից կարակ ու շաքարավազ չգողանալն է, դպրոցում բամբաներկա ու վարակույրների փող չհավաքելն է։ Լավ ապրելը սեփական բակն ու հարևաններին սիրելն է, մեքենայի մեջի ըստ ճաշակի երգերը բարձր չլսելն է ու կողքինին չհաբեկելն է։ Լավ ապրելը։ Լավ ապրելը միայն սառնարանի պարունակությունը չէ, այլ նաև հոգու և մտքի հարստությունը։ Մտածեք այդ ուղղությամբ։